Եվ այսպես Արցախից բացի էլ ինչն է, որ Նիկոլ Փաշինյանի անկալմամբ հայկական չէ, ադրբեջանականն է։ Հարգելի հեռուստադիտողներ, վստահաբար դուք էլ համացանցում հանդիպած կլինեք Մահատմա Գանդի արտահայտություններից, ձևակերպումներից մեկը, նա ասում են, որ սկզբից քեզ արհամարում են, հետո քո վրա ծիծաղում են, հետո քո դեմ պայքարում են եւ վերջում դու հաղթում ես։ Նիկոլ Փաշինյանի պարագայում, սակայն, երբ որ մենք դինամիկան նրա գործողությունների ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ Մահատմա Գանդի առաջ քաշած բանաձևը չի աշխատում եւ իրեն հիմնականում արհամարում են, թե երկրի ներսում, թե երկրից դուրս։ Բացատրենք ինչի մասին է խոսքը։ Տեսեք, 2025 թվականի մարտի 21-ին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս հանրային հեռուստաընկերությանը եւ թվում է, թե ինչ-որ դարակազմիկ ձևակերպումներ, հայտարարություններ պետք է լինեն, հատկապես այն բանից հետո, երբ որ համաձայնեցրել են կողմերը այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Այդ հարցազրույցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կրկնում է թեզերը, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել այդ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, որ պատրաստ են ճանապարհ տրամադրել Ադրբեջանին։ Դուք այդ բոլոր ձևակերպումները միանշանակ արդեն քանիցս լսել եք, հետեւաբար չկրկնեք։ Նա նաև հերթական անգամ քարեր է նետել հապկի ուղղությամբ, նշելով, որ 2022 թվականին տեղի ունեցած իրադարձություններից հետո ընդհանրապես ծիծաղալի է խոսել այսպես կոչված անվտանգային համակարգի մասին, ինչպիսին հապկն էր, որ հիմնական երաշխիքը անվտանգության կարող է լինել միայն հարևանների հետ լավ, բարի դրացիական հարաբերություններ եւ այդ հարաբերությունները կառուցելու համար է անհրաժեշտ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Արձանագրենք հետևյալը, հարգելի հեռուստադիտողներ, մարտի 24-ն է, ժամը 21:59, մինչ այս պահը ոչ Բաքվից, ոչ Ռուսաստանից Նիկոլ Փաշինյանի ձևակերպումներին ոչ ոք չի արձագանքել։ Հապկից ընդհանրապես ոչ մի խոսք չի եղել Նիկոլ Փաշինյանի ասածների վերաբերյալ։ Ինք նույնիսկ չեն էլ հիշեցնում, թե ինչ է տեղի ունեցել 22 թվականին, որ հապկը իր լիազորությունների շրջանակում է քայլեր ձեռնարկել, այսինքն Նիկոլ Փաշինյանին ավելի անկեղծ է թելնենք, արհամարում են։ Տեսեք, սա նաև կարևոր է շեշտադրել հենց այս իրողության վրա որոշակի շեշտ դնել, հաշվի առնելով այն խոսակցությունները, որոնք Հայաստանի ներսում պատտվում են, ոմանք ասում են Նիկոլ Փաշինյանը կրկին վերադառնում է ռուսական նավահանգիստ եւ այլն, նա շարունակում է քարկոծել հապկին, նա Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում երկրորդ ընթերցման է տանում Եվրոմիության անդամակցության վերաբերվող այդ հայտնի օրինագիծը, հետեւաբար այդ բոլոր գնահատականները, որոնք ասում են, որ Նիկոլ Փաշինյանը կրկին դեպի Ռուսաստան է թեքվում, իրենք ներքաղաքական շահարկումների առիթ են իրականում ներքաղաքական շահարկումների առիթ է այս ամեն ինչը։ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ է թուրքական վեկտորին եւ նաեւ ես կարծում եմ, որ անհրաժեշտ է մենք հասկանանք նաեւ հետեւյալը։ Երկար ժամանակ ռուսաֆոբիայի հիմնական պատվիրատուն Արևմուտքն էր, Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, Եվրոմիությունն էր, բայց այս պահի դրությամբ հաշվի առնելով այն, որ Նիկոլ Փաշինյանը շատ ավելի է խորացրել դեպի Թուրքիա քաղաքական վեկտորը, մենք կարող ենք նաեւ այսպիսի եզրահանգման գալ, որ այս դեպքում արդեն հակառուսականության գլխավոր հովանավորը, ռուսաֆոբիայի հովանավորը Թուրքիան է եւ իրենք պահանջելու են, որ անդադար Նիկոլ Փաշինյանը ամրագրի այն, որ նա հակառուսական քաղաքական վեկտորի մեջ է, ինչը վերաբերվում է Ադրբեջանին, կրկին ասենք, տեսեք, Ադրբեջանից ընդհանրապես արձագանք չկա։ Եվ նախկինում օրինակ ինչպես էր, Փաշինյանը ինչ-որ արտահայտություններ անում, ինչ-որ մեկնաբանություններ տալիս, դրան արձագանքում էին տարբեր գերատեսչություններ, այդ թվում նաև Ալիևն էր արձագանքում, բայց վերջին շրջանում մենք տեսնում ենք, խոսում է Փաշինյանը, իրեն հակադարձում է Ալիևի օգնական Հաջիևը, խոսում է Փաշինյանը, իրեն հակադարձում է նույնիսկ ոչ թե արտաքին գործերի նախարարությունը, այլ առանձին վերցրած ԱԳՆ-ի մամուլի խոսնակը, ամենայն հավանականությամբ Բաքվում եւս հասկանում են, որ Հայաստանում կարող են տեղի ունենալ քաղաքական փոփոխություններ եւ իրենց համար ավելի նպատակահարմար է դիրքավորվել նոր իշխանության հետ, գալիք իշխանության հետ բանակցությունների համար, քան արձագանքել Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշած թեզերին։ Այդ հարցազրույցից Փաշինյանը մենք նաև ինչ իմացանք, որ 2020 թվականի պատերազմը դա գլոբալ առումով մեր համար չափազանց կարևոր երևույթ էր, որովհետև ի շնորհիվ այդ պատերազմի 20 թվականի 44 օրյա պատերազմի մենք անկախացանք։ Ինչի մասին է խոսքը։ Փաշինյանը ասում է, որ
Սխալ են բոլոր պնդումները, թե մենք ինչ որ բան Ադրբեջանին զիջել ենք, լինի դա Կիրանցը, լինի դա Ոսկե լինի դա Արցախը։ Նա ասում է, որ փաստաթղթային առումով Արցախը ամբողջ աշխարհն էլ ճանաչում էր Ադրբեջանի մաս։ Հետևաբար մենք ոչինչ էլ Ադրբեջանին չենք զիջել։ Սա չափազանց կարևոր է, որ լսեն նաև այն բոլոր զոհերի հարազատները, բարեկամները, ընկերները, քույրերը, եղբայրները եւ իմանան, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին մարդկանց կոչ էր անում գնալ, ջոկատներ կազմել, փաստացի զոհվել հանուն մի տարածքի, Արցախի հանրապետության մասն է խոսքը, նա այդ տարածքը համարում էր ոչ թե մեր հայրենիքը, այլ ադրբեջանական տարածք։ Եվ այստեղ տրամաբանական հարց է առաջանում։ Լավ, իսկ ինչի համար էր այդ ամեն ինչը արվում։ Իսկ միգուցե դա արվում էր հենց նրա համար, որ լինի պատերազմ, լինի պարտություն, եւ հետո դու կարողանաս մարդկանց ահաբեկել նոր պատերազմի վախով, սպառնալիքով, ասել, որ եթե մենք չլինենք իշխանություն, ապա նոր պատերազմ է լինելու։ Ընդհանրապես, հա, սա տրամաբանական առումով էլ են նոնսենս։ Իրենք պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ են։ Մենք արձանագրենք, որ 18 թվականին իշխանությունը հանձնվեց պատերազմի կուսակցության ներկայացուցիչներին, եւ այդ մարդիկ շարունակում են պատերազմով ահաբեկել մեր հանրությանը, մեր հասարակությանը։ Նաև արձանագրենք հետևյալը։ Տեսեք, հարգելի հեռուստադիտողներ, եթե Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Արցախը մերը չէր, եւ հիմա մենք դեռ մի բան էլ շատ ավելի անկախ ենք, քան կայինք 18 թվականին, 20 թվականին։ Հիմա ինչ մենք փաստորեն պետք է շնորհակալություն հայտնենք Ալիևին։ Մենք բոլորս պետք է խոնարհվենք Ալիևի առջև, որովհետեւ փաստորեն Ալիևը ազատել է մեզ մի բանից, որը ոչ միայն մերը չէր, այլ ազատել է մեզ մի բանից, որը ստիպում էր մեզ կախվածության լինել, կախվածության մեջ գտնվել այս կամ այն երկրներից։ Այստեղ մենք կարող ենք գալ տրամաբանական եզրահանգման, որ մենք շնորհակալություն ենք հայտնում Ալիևին, երբ որ համաձայնվում ենք ստորագրել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, որը ակնհայտորեն հակասում է Հայաստանի Հանրապետության շահերին։ Սա շնորհակալություն հայտնելու տարբերակներից մեկն է, ու եւս մի կարևոր հարց, եւ սրանով էլ երևի ամփոփենք մեր այսօրվա զրույցը, վերադառնալով մեր զրույցի սկզբին։ Եթե մենք այս տրամաբանությամբ շարժվենք, ապա կարող է գա մի պահ, երբ որ օրինակ իշխանությունները որոշեն, որ Գորիսը, Կապանը, Սիսիանը, Մեղրին, Գեղարքունիքի մարզը, Ջերմուկը իրենք եւս փաստաթղթերով դեռ 301 թվականից ադրբեջանական են, եւ եթե մենք այդ ամեն ինչը հանձնենք Ադրբեջանին, ապա մենք դրանով պարզապես ել ավելի կամրացնենք մեր ինքնիշխանությունը եւ պետականությունը։ Ով ասաց, որ ինչ որ բանով Շուշին տարբերվում է Գորիսից կամ Մարտունու շրջանը տարբերվում է Գեղարքունիքի շրջանից։ Մտածեք այդ մասին։